ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է հանդես գալ վերջերս ընդունված սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ։ Այդ մասին ազգային ինքնորոշում միավորման ղեկավարը հայտարարեց այսօր սահմանադրության օրվան նվիրված ասուլիսին։ Ըստ Հայրիկյանի, փոփոխության հիմքը նոր սահմանադրության մեջ առկա դրույթն է, ըստ որի 200,000 ընտրողների ստորագրությամբ կարող է ձեռնարկվել սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Ազգը գնում է աշխարհի ամենավատ սահմանադրությունը ընտրելու ճանապարհով, բայց սա մեր ազգի ընտրությունը չէ, սա մեր իշխանավորների ընտրությունն է իրենց մտավոր մակարդակի համապատասխան։ Առաջինքը ընտրություններին կարող էր մասնակցել միջինը 2.5 տարին մեկ համազգային կարևորության ընտրություններին, հիմա մասնակցելու է 5 տարին մեկ, եւ ցանկացած հայ մարդ հասկացա, որ իր մասնակցությունը, այսինքն իր դերակատարությունը ազգային քաղաքական կյանքում այս նոր սահմանադրություն կոչվածով կրճատվեց։ Իր առանձնատանը հրավիրած ասուլիսին ԱԻՄ առաջնորդը պնդեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սահմանադրությունները փոփոխվել են 3 նախագահների անձնական շահերը սպասարկելու համար։ Հայրիկյանն ընդգծեց, իր նախաձեռնությունն առաջարկելու է փոփոխություններ, որոնք ավելացնելու են քաղաքացու դերակատարությունը քաղաքական որոշումների կայացման մեջ։ Երկիրը չի ունենում նախագահ, երկիրը ունենում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ միայն, որը առաջին դեմքն է։ Եվ նախագահ, եւ վարչապետը նույն պաշտոնում են, այսինքն մեկ անձով են ներկայացված, բայց լինում է նաև փոխվարչապետ։ Դա արվում է այն բանի համար, որ քաղաքացին զգավոր երկրի գործադիր իշխանության ղեկավարին ինքը ընտրեց։ Դատական ատյանի վերին աստիճանի բոլոր դատավորները լինում են ընտրովի։ Խորհրդային շրջանում այլախոհության համար 17 տարի կալանավայրերում անցկացրած Հայրիկյանը նշեց, որ սահմանադրությունը փոփոխելու իր նախաձեռնությունը արդեն հավանության է արժանացել կոմունիստական եւ դեմոկրատական կուսակցությունների կողմից։ Այդուհանդերձ Հայրիկյանի փոխանցմամբ 200,000 ստորագրությունների հավաքումը դեռ չի մեկնարկել, քանի որ չնայած առկա սահմանադրական դրույթին չկա օրենք, որը կկարգավորի քաղաքացիների կողմից գլխավոր օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը։ Սահմանադրությունն ասում է, դուք 200,000 ստորագրություն կարող եք հավաքել, բայց հանրաքվեի օրը որոշելու է խորհրդարանը իր ձայների 2/3-ով։ Բայց չէ որ կարող է խորհրդարանը 2/3-ով չքվեարկել։ Այսինքն դուրս է գալիս, որ եւս մի կեղծիք, եւս մեկ ստորություն դարձյալ ուղղված քաղաքացիական նախաձեռնության դեմ։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը մեկ ամիս առաջ Ազատության եթերում հայտարարել էր, որ իշխանությանը հակակշռելու համար խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է գնան խոշորացման եւ հանդես գան միասին։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ միացել, ապա դուրս էր եկել Օհանյան-Ռաֆի Օսկանյան դաշինքից, այսօր բացառեց, որ կմիանա Ռաֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը։ Ռաֆի Հովհաննիսյանը քանից զարթնեց, ընտրություններից առաջ այդ բոլորն ասվում էր, եւ ինքը հիմնական խառնակիչն էր։ Եվ միայն ես չէ որ դա ասում եմ, ելքից Գորգիսյանը հիշում եք, չէ որ ասաց, երբ մենք բանակցություններ էինք վարում, հիմնական խոչընդոտողը դու ես, Ռաֆի Հովհաննիսյան։ Ինչ միավորման մասին ես դու խոսում։ Ընդհանրապես ես գիտեմ, որ բարեկիր թե որևէ մեկի մասին բացասական բան չասել, բայց երևույթը գնահատելով ասեմ, որ ամենալավ շրջանը միավորվելու եւ միասնական ճակատով հանդես գալու ընտրություններն էին։ Խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին մենք ասացինք, եթե կլինի մեծ ճակատ մենք կմասնակցենք եւ բոլորդ եք վկա, որ մինչեւ վերջին օրը, մինչեւ հնարավորության վերջին օրը մենք քայլարել ենք այդ ուղղությամբ։ Ես իրեն լուրջ չեմ վերաբերում, իրավունք չունեմ լուրջ վերաբերելու։ Որպես անց կարող է վաղը խնամիել դառնանք։ Ես երեխաներ ունեմ, ինքը երեխաներ ունի, բայց որպես քաղաքական գործիչ, ինչպես Գերմանիային են ասում նիխտ։ Հուլիսի 5-ը Հայաստանի սահմանադրության օրը նաև Պարույր Հայրիկյանի ծննդյան օրն է։ ԱԻՄ առաջնորդը այս համընկնումը, ինչպես նաև նույն ընթացքում ԱՄՆ-ում անկախության օրը նշելը պատահական չհամարեց, ընդգծելով, որ դրանում հատուկ խորհուրդ կա։